Հիմա մտածում ենք անվտանգության խնդիրները, արտաքին եւ ներքին անվտանգության խնդիրները, ընդ որում անվտանգություն ասելով այդ բառը միայն չընդունենք սահմանների պահպանություն եւ այլն, գլոբալ առումով անվտանգություն, դա էներգետիկ անվտանգություն, դա պարենային անվտանգություն, ջրային ռեսուրսների անվտանգություն, սահմանների պաշտպանության անվտանգություն եւ այլն։ Հիմա տեսեք անվտանգության մի հատ ամենավառ օրինակը ասեմ ձեզ, դա Շվեյցարիան է։ 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմ եղավ եւ այդ երկու համաշխարհային պատերազմի կիզակետում Շվեյցարիան էր։ Ոչ մի ռումբ չընկավ Շվեյցարիայի վրա, ոչ մի կրակոց չեղավ, ինչու՞։ Որտեւ ինքը իր անվտանգության բարձիկն ուներ։ Իր անվտանգության բարձիկ իր բանկային համակարգն էր, որը որ մոնոպոլ էր եւ բոլորի գումարները գտնում էին այնտեղ։ Ոչ ոք չփորձեց դա անել։ Խփել սեփական գրպանին։ Իհարկե։ Սեփական ոտքին կրակել սեփական ոտքին։ Ոչ ոք չփորձեց դա անել։ Անկամ երբ որ տապալվեց երրորդ ռեյխը, Վերմախտը տապալվեց, անկամ հաղթողները չփորձեցին մտնել Շվեյցարիա, եւ Շվեյցարիան մնաց անկախ իր 29 կանտոններով։ Չնայած դրան, բայց քաղաքացիները զինվորական պատրաստվածություն են ասում, զենքի տիրապետում եւ այլն, բայց պատկերացրեք կամ ամերիկյան ամերիկյան զորախումբը փորձեր մտնել կամ ռուսական զորախումբը փորձեր մտնել, այդ քաղաքացիների զինվորական պատրաստակամությունը ոչինչ էր այն ուժի նկատմամբ, բայց ոչ ոք չփորձեց այդ ուժը կիրառել։ Հիմա նույնը մենք պետքա փորձենք անել։ Դա կարող ենք անել գիտության առումով, դա կարող ենք անել լոգիստիկայի առումով, դա կարող ենք մտնել այդ մեծ մետաքսե ճանապարհի որոշակի էլեմենտների մեջ, դա չգիտեմ տարբեր բաներով կարող ենք անել, բայց այսօր մենք պետքա մտածենք